Պարոն Սարգսյան, այսօր դուք հրավիրել եք Սուրբ Հակոբ եկեղեցու բակում մարդկանց ժողովրդին մատաղի արարողությանը, սա ավանդական ուժ ունի պարոն Սարգսյան այս արարողությունը եւ ֆիքսված օր ունի։ Չէ, որովհետեւ ֆիքսված օր չունի։ Այս մատաղը արվել է առհասարակ ես մատաղներ շուշուտ եմ անում, երբեմն մի 2-3 տարին մեկ անգամ գյուղի ժողովրդի հետ կապված նաև գյուղի ժողովրդին։ Հիմնականում արված Արարատ համայնքի ժողովրդի բարեկեցության, երկրին խաղաղություն, որևիցե նպատակ չունի, ասեմ իմ երեխայի համար եմ արել կամ թորղանս համար չէ։ Զուտ մեր գյուղի ժողովրդի համար հավաքվում ենք իրար հետ, զրուցում ենք, խոսում ենք, հիշում ենք, դրան գումարած պատահականորեն համընկավ մորս Տիկին Գրետայի եւ հորս Զավեն Սարգսյանի հարսանեկի օրվան, ես լրի մոռացել էի, կինս հիշեցրեց, երեկա հիշեցրել, զուտ պատահականություն է դա, այնպես որ որովհետեւ հատուկ օր կամ բան չունենք, ես միշտ էլ արել եմ, ընդ որում մեծ մատաղները միշտ արել եմ այստեղ եկեղեցու տարածքում մեր եկեղեցու, որովհետեւ ամենաազնվագույն մաքուր տեղերից մեկն է, որտեղ որ կարելի է հավաքվել եւ ազնվորեն մաքուր մարդկային հարաբերությունների մեջ տեղավորվել այդքան։ Պարոն Սարգսյան, ես ձեր խոսքում ֆիքսեցի, որ նաև սա արվում է երկրի խաղաղության համար, այժմ էլ քննարկվում է այսպես խաղաղության համաձայնագրի մասին կամ պայմանագրի մասին, այս երկու բառն օգտագործում է։ Ըստ ձեզ այդ համաձայնագիրը, պայմանագիրը խաղաղություն կբերի մեր երկրին եւ ինչու կարծես չի ստորագրվում։ Ուրեմն բազմիցս նշել եմ, հիմա էլ մեկ անգամ եւս նշեմ, որ երբևիցե քաղաքականությամբ չեմ զբաղվել։ Ոչ Վազգեն Սարգսյանի օրոք հանրապետական կուսակցություն եմ մտել, ոչ Արամ Սարգսյանի օրոք մտել եմ հանրապետություն կուսակցություն, որովհետեւ կուսակցական թևի չեմ եղել է, որ հարել եմ ինչ-որ կուսակցության։ Եղբորս Վազգենի օրոք որ հարել եմ, հավանում էի եւ հետները քայլի էի գնում, բայց այս պայծրությամբ չեմ ուզում այս գեղեցիկ օրվա մեջ անդրադառնալ քաղաքականությանը։ Եվ աստվածավոր խաղաղություն լինի, թե ինչ կերպ կլինի, ոնց կլինի, թող այդպես էլ շարունակվի, բայց չեմ ուզում մեկնաբանել, թե ինչ կտա այս խաղաղությունը։ Մի բան գիտեմ, որ մեր թշնամին հավետ եղել է, կա ու կմնա ինչքան շատ տանկ այնքան ախորժակը բացվելու է։ Ամենայն դեպս եթե նույնիսկ այս եղած օրը բավարարվեն գոնե խաղաղություն լինի ժողովուրդը, խաղաղ ապրի, ինձ համար հրաշալի է, գոնե այդ առումով։ Եթե պարոն Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ինչպիսի ձեզ դիրքորոշում կունենար այս համաձայնագրի վերաբերյալ, այս իրավիճակի վերաբերյալ։ Բազմիցս տրվող հարց է ու ինչ հիշում եմ հոկտեմբեր 27-ից հետո նույն հարցը կրկնվում արդեն 1000-րդ անգամ։ Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ինչպիսին կլիներ երկրի վիճակը։ Անպայման ուրիշ կերպ կլիներ, անպայման հզոր բանակ ունենայինք եւ կարծում եմ չէինք հասած լինի այսօրվա ինչքան զիջումների գնացինք կամ ամենակարևորն ինձ համար ամենադժվարինը նա է որ այդքան երիտասարդ զինվորների կորցրեցինք կարծում եմ որ ոչ թե կարծում եմ այլ վստահ եմ որ կլիներ այն իրավիճակը որ մենք ունեինք 99 թվականին մինչև հոկտեմբերի 27-ը եւ ավելի զարգացած Հայաստանի Հանրապետություն ավելի ուժեղ Հայաստանի Հանրապետություն քան այսօր Պարոն Սարգսյան, ձեր եղբոր Արամ Սարգսյանի քաղաքական դիրքորոշումը դուք կիսում եք, մենք գիտենք, որ իրենք այսօր իշխանության հետ նույն գծով են քայլում, վերջերս էլ իր կուսակցության անդամը հանրապետությունով մեկ աչքին կավ, պարոն Տիգրան Տեր-Մարգարյանը իր կուսակցի հետ դիրքորոշումը, չգիտեմ, վարքը ձեզ համար անընդունելի չէ։ Ուրեմն այսօր արեք քաղաքական հարցերով ինձ էլ մի ծանրաբեռնեք, ես ձեզ խոստացա հարցազրույց տալու, երբ չեմ ուզում ընդլայնել եւ ձեզ էլ նեղացնել։ Արամ Սարգսյանը իմ եղբայրն է, միակ եղբայրս, որը կենդանի է, որին սիրում եմ աստծու չափ, որ իմ մեծ եղբայրն է։ Որպես եղբայրներ մենք շփվում ենք զուտ հարազատական, ընտանեկան, եղբայրական հարաբերությունների մեջ ենք։ Մնացած հարցերով, քաղաքական հարցերով երբևիցե մենք նման հարցեր չենք քննարկում միասին, եւ ինքը ինձ չի տալի նման հարցեր, եւ ես եմ խուսափում եւ երբևիցե չեմ խառնվել իր կուսակցական հարցերին։ Տարաձայնություններ բազմաթիվ կան, որոնք որ ասենք կուսակցական մոտեցում, քաղաքական մոտեցում բան, բայց Արամը իմ եղբայրն է եւ իր համար պատրաստ եմ կյանքս տալու։
Այսօր այստեղ է լինելու, պարոն Սարգսյան։ Կարծում եմ ես անհատական ոչ ոքի չեմ հրավիրել։ Ես ընդհանրապես գրել եմ եւ հրավիրել եմ բոլորին, ասել եմ ժողովուրդ, եկեք մատաղ ուտենք։ Որևիցե մեկին, ասում եմ մատաղն անում են, չեն հրավիրում եղբորը, հարազատին, Տեղյակ է եղել։ Կարծում եմ պիտի տեղյակ լինի, որովհետեւ ինքը Facebook-յան էջերին երբեմն հետևում է եւ իմեջն էլ կարծում եմ իր բանով տեսած կլինի։ Անհատական ազնվությամբ չեմ հրավիրել որևիցե մեկին։